որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ։ Այժմ ելույթի համար ձայնը տրվում է Արցախյան ազատամարտի եւ համաժողովրդական շարժման հերոս Սասուն Միքայելյանին։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի ապագայով մտահոգ ու պայքարող իմ ժողովուրդ, այսօր մենք կրկին միասին ենք եւ ես ուրախ եմ, որ նորից այսօր հնարավորություն ունեմ ողջունելու ձեզ ազատագրված ազատության հրապարակում։ Ես երախտապարտ եմ համաժողովրդական պայքարի բոլոր այն նվիրյալներին, որոնց համառություն ու պայքարի զորեղ ոգին ստիպեց այս իշխանություններին վերջապես հասկանալ, որ սեփական ժողովրդի հետ չի կարելի բիրտ ուժով խոսել, որ 21-րդ դարում խաղաղ ցուցարարներին գնդակարելով հեռու չես գնա, որ ազատության հրապարակը հենց ազատության խոսքի համար է, որ քաղբանդականներ ունենալը անհարիր է մեր հասարակությանը, ձեր վճռականությունը, համախմբվածությունը, համաժողովրդական շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բարձր ինտելեկտն ու քաղաքական ճշգրիտ հաշվարկը տվեցին արդյունքներ։ Ես համոզված եմ, որ չլիներ այդ ամենը, չէր լինի նաև այսօրվա հաղթանակը, եւ մենք քաղբանդականներս դեր կշարունակեինք մնալ բանտերում։ Սա ձեր հաղթանակն է, մեր միասնական պայքարի հաղթանակն է։ Սասուն, Սասուն, եկերես հարսը։ Սիրելի ժողովուրդ, մեր հաղթանակը սակայն միայն նշված ձեռքբերումներով չի սահմանափակվում։ Այսօր մեր երկրում քաղաքական մթնոլորտի փոփոխման նախադրյալներն են երևում, որովհետև եթե մի պահ համեմատենք 3 տարի առաջ եւ ներկայիս իրավիճակները, ապա պարզ կլինի, որ տեղի է ունենում խորքային որոշ փոփոխություններ։ Օրինակ, եթե 2008 թվականին ողջ հեռուստաեթերները ողողված էր համաժողովրդական շարժումը նսեմացնելու մեկնաբանություններով ու քաղբանդականների ձերբակալությունների ստորացուցիչ կադրերով, ապա այժմ նույն այդ հեռուստայի ընկերությունները ցույց են տալիս, թե ինչ հստությամբ է ժողովուրդը դիմավորում քաղբանդականներին, խոսում են հանդուրժողականության, երկխոսության մասին։ Մթնոլորտի փոփոխության մյուս վկայությունն էլ այն է, որ մեր երկրում իշխանություն ընդդիմություն փոխհարաբերություններում ստեղծվել է մի նոր աննախադեպ իրավիճակ, երբ կարծես թե բոլոր նախադրյալները կան քաղաքակիրթ եղանակով Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Ես համարում եմ, որ սա մեր համատեղ պայքարի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որը հիմք է տալիս պնդելու, որ պայքարի այս փուլում լինելով ավելի համախմբված ու վճռական, մենք կարող ենք հասնել նրան, որ իշխանությունը վերադարձվի ժողովրդին, որ վերջ տրվի մեր երկրում առկա արատավոր երևույթները, կանխվի կործանարար արտագաղթը եւ մեր ժողովրդի մոտ վերականգնվի իր ապագա սեփական երկրում արժանապատիվ կառուցելու հավատը։ Հարգո պատիվ ձեզ, սիրելի ժողովուրդ։
Այդ առումով այսօրվա հանրավակ են իրոք մեր պայքարի շրջադարձային նոր փուլի սկիզբն է եւ ես շնորհակալ եմ ու երախտապարտ, որ այս վճռական պահին կրկին միասին եք։ Ես եղել եմ, մնում եմ ձեր զինվորը եւ վստահեցնում եմ, որ ոչ մի զնդան ու բան չի կարող կոտրել իմ ոգին։ Սիրելի հայրենակիցներ, Սիրելի հայրենակիցներ, մեր առաջնահերթ խնդիրն այսուհետ պետք է լինի համաժողովրդական շարժմանը նոր թափ հաղորդելը, քանի ինչ երկխոսություններ որ կայանա, մեր միակ հաղթաթուղթը մնալու է ժողովրդի հավաքական ուժը։ Հայ ժողովուրդը իր պատմության ամենափառահեղ հաղթանակներից մեկը կերտել է անցած դարավերջին, երբ ազգովի մեր առաջնորդ գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ կարողացանք ծնկի բերել մեր դարավոր թշնամուն։ Մենք չպետք է մոռանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել եւ իրավունք չունենք վտանգել այդ մեծ հաղթանակը։ Այսօր եկել է այն պահը, որ մենք կրկին ազգովի համախմբված նրա շուրջ բազմապատված եռանդով շարունակենք պայքարը։ Ես հավատացած եմ, որ նոր հաղթանակը շատ մոտ է։ Հայաստանը ունի ապագա, այն նրա միակ տիրոջ ձեռքում է, ժողովրդի ձեր ձեռքում է, սիրելի ժողովուրդ։ Սասուն, բավոց։ Սասուն, սասուն, սասուն։ Ասելով շմավաններ բան արայքել ստեղան, հելի։ Արա Հովանեսյան։ Սիրելի ժողովուրդ, այսօր Հայաստանում է